թռնելով անցան տարիները։ Մեզ մոտ են գալու հայտնիները։ Պատրաստելու են մեր խոհարարները, իսկ մենք սկսում ենք եփող թափողները։ Կինը սիրում է ականջներով, տղամարդը ստամոքսով, իսկ ուր է ուղեղը։ Եթերում եփող թափողներն են Շանթի հոբելյանական եթերաշրջանում։ Եփող թափողները։ Ահա եւ մենք տաղավարում ենք այսօրվա իմ հյուրերն են Grand Ost ռեստորանի շեֆ-խոհարան Արտյոմ Իսպիրյանը, բարև ձեզ Արտյոմ, եւ իմ սիրելի դուդուկահարը Հարություն Չքոլյանը։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, ինչպե՞ս եք։ Հարություն, ինչ որ հատուկ ուտեստ կա դուդուկահարների համար, որ օրինակ չգիտեմ, ընդլայնի կրծքավանդակը, թոքերը, շնչառությունը լավացնի։ Այդպես չկա, բայց իսկ կա ինչ-որ կարելի ինչ-որ մսեղեն, որպեսզի էներգիա լինի, որ նվագելու հետ կապված խնդիր չլինի։ Իսկ ինչ-որ բան կա, որ չի կարելի, ասում են, նվագելուց առաջ պետք չի ուտես։ Ընդհանրապես նվագելուց առաջ ցանկալի չի ուտել, որովհետև օրգանիզմը ծանրանում է, բայց չէ, այդպիսի բան չկա։ Ահա, լավ։ Դե այսօր Հարութը չի նվագելու, հանգիստ կարող ենք զրուցել եւ ուտել։ Ինչ եք պատրաստելու այսօր, Արտյոմ ջան։ Այսօր պատրաստելու ենք մեր հարգելի հյուրի համար վագրե մանրածովախեց գետնով պաստա, ֆրանսիական բիսկ սոուսով եւ սերուցքով։ Սիրում ես։ Ես չհասկացա։ Վագրե ծովախեց գետին տիգրովի կրիվետկի, Հարութ։ Շատ լավ է։ Իմացար։ Այո։ Վագրե ծովախեց գետին։ Գրանցիր։ Այո։ Տիգրովի կրիվետկի։ Սիրում ես ծովամթերքներ։ Հա, ծովամթերք շատ եմ սիրում։ Շատ ես սիրում։ Հա, բայց նաև սա եմ արդեն շատ սիրում։ Դե բայց ծովամթերք։ Տարբերակ, այո։ Ծովամթերք է։ Ֆրանսիական ինչ սոուսով։ Բիսկ սոուսով։ Բիսկ։ Այո, բիսկ սոուսը պատրաստվում է ծովամթերքով եւ շատ տեղերում մատուցում են որպես ապուր։ Ահա։ Այսօր մենք օգտագործելու ենք որպես սոուս։ Հասկացա։ Լավ, դե ինչ, մնացեք մեզ հետ եւ այսօր մեզ սպասում է շատ հետաքրքիր եւ համով եթեր։ Եփող թափողները։ Ահա, տղաները արդեն պատրաստ են, սև ձեռնոցներ են հագե, այստեղ տեսնում ենք ուրեմն կանաչ բազելիկ, վագրե ծովախեց գետիներ, ձետ սպիտակ ֆրունզիկ գինի, ուրեմն մեր սիրելի դելվերդե պաստան, պարմեզան տեսակի պանիր, սերուցք եւ սա ինչ է։ Ֆրանսիական բիսկ սոուսը։ Սա է բիսկ սոուսը։ Այո։ Սա արդեն պատրաստել է։ Մեզ մոտ արդեն պատրաստ է, քանի որ պատրաստման ժամանակը տևողությունը շատ երկար է, այո, ժամանակատար է, դրա համար արդեն ոնց որ պատրաստ վիճակում ենք։ Grand Ost-ում կարող ես համ ապուրը ուտել, համ այս ուտեստը, թե։ Ոչ, Grand Ost-ում կարող եք ուտել միայն պաստան։ Պաստան։ Այո։ Պաստան այս բիսկ սոուսով։ Այո։ Այսօր Grand Ost-ը եկել է մեզ մոտ, Հարութ։ Լավ, դե սկսեք, ինչ պետք է անեք, Հարութ, ինչի՞ ձեռնոցներ հագել։ Մեր հյուրին խնդրեմ մանրածովախեց գետնի վրայից հեռացնել պոչերը։ Պոչիկները հեռացնում։ Այո, պոչիկները հեռացնել։ շարժում։ Մինչև ես արդեն կտաքացնեմ։ Շատ լավ։ Ինձ թվում է, որ մարդ, որ 15 տարի առաջ մտավ եզրափակիչ դուդուկի նոր ընտրյալների, սա հեշտ գործ է։ Ծովամթերք մաքրելը հավատացեք ամենահեշտ գործողություններից է, որ կարող է լինել։ 15 տարի առաջ է, Հարութ, պատկերացնում ես։ Արդեն 15 տարի, այո։ Հիշում ես։ Իհարկե Մի հուզվի, պրճոկի, այո։ Ոնց որ 3 լիներ։ Ինչ տվեց նախ այդ նախագիծը քեզ, ինչպես կյանքդ փոխվեց այդ ընթացքում։ Ասեմ որ նախ առաջին հերթին փորձ։ Դակ։ Նախ առաջին հերթին փող, փորձ։ Սկզբում փորձ, հետո փող։ Ահա։ Դե փողային գործիք է, չէ՞ դու։ Այո, փողային գործիքը պետք է փող բերի, այո, նորմալ է դա։ Դակ։ Մարդիկ սկսեցին ճանաչել, որ շատ հաճելի էր, մինչև հիմա չեն մոռանում։ Ավելի կոնկրետ նկատի ունեմ, իհարկե որպես երաժիշտ նաև շատ ուրիշ տեղերում եմ ելույթ ունենում, բայց կոնկրետ չեն մոռանում Շանթի դուդուկի նոր ընտրյալները։ Ահա, որտեվ իսկապես շատ գեղեցիկ նախագիծ էր եւ բացահայտեցին
հայերը, որ դուդուկը կարող է նաև լինել այսպիսի երիտասարդների ձեռքերում եւ շուրթերում այսպիսի նորարարական գործիք, որը որ համ մոդայիկ է, համ տրենդի մեջ է, համ պետքական է, համ տխուր չէ, կամ միայն տխուր չէ։ Այո, եւ հենց այդ կուզեմ նշել, որ դուդուկի նոր ընտրյալների նախագիծը արեց այն, որ դուդուկը հնչեց նորովի։ Այնտեղ մենք կատարում էինք այլ ազգի ստեղծագործություններ, բրազիլական տարբեր ժանրերի եւ դա հենց պատճառն էր, որ իմ կարծիքով մենք փորձեցինք այնպես անել, որ դուդուկը ինչ որ մի քայլ գնա առաջ։ Թեկուզ դուդուկի ծրագիրը ինչ որ չափով փոխվի։ Եվս մեկ քայլ Հայաստանից դուրս։ Ինչպես։ Եվս մեկ քայլ Հայաստանից դուրս։ Այո։ Որտեղ դուդուկը որպես տրադիցիոնալ գործիք գիտենք, իր ծրագիրը շատ մեծ է, բայց նաև ավելացնելով արտասահմանյան երաժշտությունը դուդուկի կատարմամբ շատ գեղեցիկ է լինում։ Այո, իսկապես դա կարելի ասել հեղափոխական էր անգամ։ Հարութ, քանի երկիր բացահայտեցիր քեզ համար նախագծից հետո։ Ուր ես գնացել։ Թե ավելի հեշտ է ասել ուր չես գնացել։ Մոտ 40 երկիր։ Մոտ 40 երկիր արդեն այցելել ես որպես երաժիշտ։ Այո։ Եվ հրավիրել են ոչ միայն հայերը, դա էլ է կարևոր։ Այո, եւ հայեր, եւ ոչ հայեր։ Եվ ոչ հայեր։ Այ ոչ հայերի մասին խնդրում եմ պատմիր։ Որտեղից են իմանում, ինչ համերգներ է դա մենահամերգ է, դա դու գնում ես ինչ-որ օրկեստրի հետ, ձայնագրություններ են, ինչ է կատարվում։ Լինում է թե ձայնագրություն, թե համերգներ, թե մաստեր կլասեր։ Կարող եմ մի քանի տարբերակ նշել, օրինակ վերջերս անցած տարի 2024 թվականին ելույթ ունեցա Royal Festival Hall-ում Լոնդոնի դիրիժորներ Կիրիլ Կարաբիցը, ուկրաինացի աշխարհահռչակ դիրիժոր, եւ մենք կատարեցինք ես եւ իմ ընկերը երկուսով կատարեցինք Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան ֆիլհարմոնիկ օրկեստրի հետ միասին։ Օրկեստրի հետ դուք որպես մենակատար։ Այո, եւ ոչ միայն օրկեստր նաեւ կար, եթե չեմ սխալվում 200 հոգանոց երգչախումբ, որը եւ միացել էր օրկեստրին, այո, նվագախմբին։ Դժվար չէր նվագել այնտեղ, որտեղ որ արքաներն են գալիս, թակուհիները, չգիտեմ։ Ես կասեմ չէ, որովհետև իմ կարծիքով ամենադժվարը Հայաստանում է նվագելը, որովհետև այո, որ բոլորը գիտեն, ճանաչում են այդ գործիքը, քիչ թե շատ ծանոթ են, այսինքն պատասխանատվությունը մեծ է։ Նույն ձև կարող եմ ասել, պատասխանատվությունը մեծ է արտասահմանում, բայց այնտեղ ես համենայն դեպս ինձ ավելի ազատ եւ հանգիստ եմ։ Վերաբերմունքը այլ է։ Այո։ Պարզ է։ Так, ինչ եղավ, պոչիկները վերջ։ Այո, պոչիկները վերջացրեց մեր հարգելի հյուրը, հիմա սպասում ենք ջուրը եռա, որպեսզի ավելացնենք։ Դուք ես կարողանում նվագել, այլ նաեւ ծովախեցգետների մանրը չէ, վագրա, սա հիմա վագրա ծովախեցգետի։ Վագրե մանրա ծովախեցգետի։ Վագրե մանրա Վագրե մանրա ծովախեցգետին։ Այո։ Դե միջև ասես կհոգնես, էլի, դες ասում ես տիգրովա կրևետկա։ Կարող ենք ասել ծովախեցգետին։ Բայց վագրե մանրին կնեղանա։ Իսկ ասենք ծովախեցգետին վագրե մանրա։ Դե էլի երկարում է, հասկանում ես։ Էլ վերջում եթե չստացվեց ոչինչ, կարևորը ծովախեցգետինն է։ Արդ ամենա հիշվող համերգը դա էր փաստորեն քո կարիերայում։ Չէ, այդ ուղղակի ասեցի վերջի մեկ։ Իսկ ամենա ցնցողը։ Ասեմ։ Ասա։ Դրա համար ես բան չէ որ ասես։ 2006 կամ 7 թվականին Մասաչուսեթում, Բոստոնի սենատում ես ելույթ ունեցա, նվագեցի Հովերնկան ստեղծագործությունը եւ այնտեղ ներկա էր Էդվարդ Քենեդին, Ջոն Քենեդիի եղբայրը եւ հիմա ասում եմ ասենց շակավուն, մեջովս անցնում այդ լարումը։ Իսկ դու գիտեր որ նա ներկա պետք է լինի։ Ոչ։ Հետո ես իմացա։ Ես ասեմ որ կոնկրետ այդ ելույթը եղավ համապատրաստից։ Այսինքն մենք մինչև այդ ելույթը ենք ունեցել խմբով, երազարդ խմբով եւ այդ ժամանակ Էդվարդ Քենեդին այնտեղ չէր։ Կես ժամ, մի ժամ հանգստացանք եւ եկան ասեցին Հարութ ջան, շուտ արա շտապիր, պետքա եւս մի ստեղծագործություն։ Ասեր Էդվարդո, ասի Քենեդի, Եվ ասեցի որ մի ստեղծագործություն եւս պետքա մենակ դուդուկով ես պետք է նվագեմ եւ այդպես համապատրաստից Ղամիշս միանգամից պատրաստեցի Հովերնկան ստեղծագործությունը։
Եվ հիշում եմ, որ այդ դահլիճում սենատում կար 3000 հոգի բարձրաստիճան պաշտոնավոր մարդիկ, հյուրեր եւ նրանք վերջում նվագելուց հետո մի 15-20 վայրկյան ես ոչ մի բան չեմ հիշում, ձայն չկար եւ դրանից հետո նրանք բոլորը կանգնեցին եւ սկսեցին ծափահարել։ Այդ տեսարանն եմ հիշում։ Եւ նաեւ ձայնագրությունը կա, մի քիչ վատ որակով, բայց կա ձայնագրությունը։ Կարևորը որ կա, այո, դա որտեվ արխիվի համար շատ կարևոր է։ Մեկ sense նայում ես ասում ես։ Էխ, Կենեդի համար։ Ում համար կցանկանայիր իսկապես նվագել։ Կարող ես 3 անուն ասել ու կարող ես այդ անունների մեջ ասել նաև այն մարդկանց, որոնք որ ֆիզիկապես հիմա չկան։ Մնաք չկարող, Տիգրան Մեծի համար ես ուզում։ Այդտենց։ Այդտենց մասշտաբի։ Մեկ անուն հաստատ կասեմ, կուզենայի նվագել Դուդուկի արքա Վաչե Հովսեփյանի համար, որը որ ցավոք սրտի մահացել է 78 թվականին։ Այո։ Իր անունը հաստատ կասեմ, բայց մնացած երկուսը պետք է մտածել, սենց հիմա չեմ ուզում ուղղակի։ Մտածեմ։ Մտածի, իհարկե։ Ժամանակը բայց պետք է։ Մի 10-15 րոպե ժամանակ պետք մեկ գիտեմ այդքան ժամանակ ունեք թե չէ, բայց Վաչե Հովսեփյանը միանգամից մտքիս եկավ։ Դե ուրեմն ամենամեծ սրտով հենց իր համար կարող ես նվագել։ Դելվերդե պաստան արդեն այստեղ է, եփվում է։ Ինչ է լինելու, al dente։ Այո։ Al dente, այսինքն խրթխրթան է լինելու։ Իսկ ավելի կոնկրետ al dente-ն դա իտալերենից իտալերեն տերմին է, որը թարգմանաբար նշանակում է ատամի տակ։ Այսինքն ատամի տակ խրթխրթում է, այո։ Արջամ, ես դու գիտեք ինչի անունը Դելվերդե։ Ոչ ճիշտ։ Որովհետև պաստան պատրաստելիս օգտագործում են Verde գետի ջուրը, իտալական Verde գետի ջուրը։ Դելվերդե իտալական ապրանքանիշը ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Արտադրում է պրեմիում դասի պաստա օգտագործելով միմիայն բարձրորակ հումք։ Verde գետի մաքուր ջուրը եւ իտալական Semolina allura հարուստ սպիտակուցներով։ Շնորհիվ ավանդական մեթոդների Դելվերդե պաստան միշտ պահպանում է սննդարար հատկանիշները եւ հեշտությամբ կլանում է ցանկացած սոուս։ Դելվերդե պաստաները կարող եք գտնել լավագույն սուպերմարկետներում։ Եփող թափողները։ Իտալիայում եղել ես Հարութ։ Այո։ Այնտեղ նվագել ես թե պարզապես ոսկե։ Չէ, ես ուր գնում ես նվագում ես։ Ուր գնում եմ միշտ համերգներով, այո։ Ժամանակ չի լինում հանգստանալու։ Իսկ երբ որ օրինակ ընտանիքի անդամներդ գնում եք ինչ որ, չգիտեմ, հանգստանալու, ծով կամ ոչ ծով, գործիքը թե տա։ Գործիքը միշտ ինձ հետ վերցնում եմ։ Ահա։ Բայց շատ ժամանակ չեմ էլ նվագում, որ մի քիչ կարոտեմ։ Ահա, դա է ասած։ Ահա։ Իսկ փոքր ժամանակ ինչպես որոշեց, որ դու պետք է դառնաս դուդուկահար եւ դա ում որոշումներ։ Քո քերի, հոպար, հայրիկ, մայրիկ, պապիկ։ Մեր ընտանիքը երաշտական ընտանիք է։ Մայրիկս դաշնակահար է եղել, չի շարունակել, այսինքն որպես մանկավարժ եւ ինչ որ ժամանակահատված դադարեցրել է այդ գործունեությունը։ Քույրիկս 4 տարեկանից նվագել է դաշնամուր, մենք միասին սովորել ենք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, բայց ինքը որոշեց չշարունակել։ Տակ։ Հայրիկս երաժիշտ չի, բայց շատ լավ հասկանում է երաժշտությունից, այո։ Մորաքույրս երաժշտական դպրոցի տնօրեն, այսինքն մեր այլ ընտրանք չուներ։ Այո, ուրիշ տարբերակ չկար։ Տրոլեյբուսի վարորդ անգամ եթե ուզենայի չէր կարա դառնայր։ Կարայի, բայց չէ, էլի։ Պետք չի։ Լավ, ոնց որոշեց որ հենց դուդուկ։ Ես փողային գործիքներ շատ էի սիրում։ Ահա։ Փոքր ժամանակ, այսինքն ինչ որ փայտի կտոր, վերցնում sense նվագում էի, ես սկսել եմ շվիով, 6 տարեկանից նվագել եմ շվի նվագարանը։ Դուդուկահարները շվից են սկսում, թե մեծամասնություն։ Բոլորը չէ, բայց ցանկալի է ինչու, որտեվ շվին ավելի հեշտ է ավելի մանկական նվագվում, այսինքն ինքը շատ փչելու առումով ավելի հեշտ է, այդպես ծանր չի։ Դուդուկը իհարկե բնականաբար ավելի ծանր է փչելու առումով, այո։ Սկսեցի շվից։ Ասեմ որ հայրիկս էլ է շատ սիրում դուդուկ հենց ու ինքն էլ ասում եմ որ ես կուզեմ իմ տղան դառնա դուդուկահար։ Ես սկսեցի շվից, հետո իմ երկրորդ գործիքը դարավ կլարնետը, ոչ դուդուկը, Չայկովսկու դպրոցում դասական ես սովորել եմ Սուրեն Շինձյանի դասարանում։ Հետո հաճելի գործիք է դուդուկը, երբ որ նա կլարնետը երբ որ մեղմ է հնչում։ Երբ որ այն վատ բարձր նոտաները սկսում են սեղոցել մարդու ուղեղը,
Դրա համար ես իհարկե հարգում եմ բոլոր երաժիշտներին, ես էլ բոլոր ոճերի մեջ նվագում եմ, բայց ես ասեմ, որ սկիզբը որպես սկիզբ, որ սկսել եմ դասական երաժշտություն նվագել, այսինքն նվագել եմ էտյուդներ, նվագել եմ կոնցերտներ, որը շատ է օգնում երաժշտին, որ հետագայում խնդիր չլինի թե նոտա կարդալու, թե նվագելու։ Հետո նոր կլարնետից հետո եկաք հասակ։ Այո, 12 տարեկանում սկսեցի դուդուկ նվագել Գևորգ Դավարյանի դասարանում, Չայկովսկու դպրոցում եւ հետո արդեն մնացած գործիքները, այսինքն զուրնա, պկու, բլուլ, նաեւ սաքսոֆոն։ Քանի գործիք եք հիմա տիրապետում։ Փողային կարծես թե ամեն ինչ կարող եք նվագել, ավելին քան 10։ Այնտեղ չեմ ասում, որ պարսկականն է, շախուհաչի, ճապոնական, չինական հուլուսի, բոլոր գործիքները բուլղարական կավալ, իհարկե ես կարող եմ ասել դուդուկների հավաքածու եւ ոչ միայն դուդուկների, նաեւ փողային գործիքների մնացած։ Ինչքան գործիք ունեք մոտավորապես։ 100-ից ավել։ 100-ից ավել։ Ես 57 հատ մենակ դուդուկ ունեմ, այդ հաշվել եմ, բայց մնացածը տես չեմ հաշվել։ 57 հատ դուդուկ։ Այո։ Դուդուկներն է, չէ՞, կան, որ վարպետի դուդուկ են ասում, գործիք եւ այլն։ Ամենաթանկ դուդուկը ինչ արժի մոտավորապես։ Որպես չեմ կարող ասել, մենք ունեցել ենք Կարլեն Մաթևոսյան, որը որ լուսահոգի է, վարպետ։ Այո, ինքը ժամանակին պատրաստել էր դուդուկներ, որը որ մինչև հիմա դրա որակը, դրա փայտի որակը, թե ինչպես է չափերը ճիշտ ձևով ամեն ինչ արվել, իրոք անզուգական է եւ այդ գործիքները շատ բարձր որակի են եւ իհարկե նաեւ գինը այո բարձր է։ Այո, ես Կարլեն Մաթևոսյանի գործիքներից ունեմ, բայց այդպես որ կարող եմ ասել ամենաթանկ դուդուկը արժի այսպես չէ։ Կարծեմ անգին, օրինակ ես դուդուկ ունեմ նվիրած Վաչե Հովսեփյանի ձեռքի դուդուկը։ Ահա, որ անգին է քեզ համար։ 72 թվականի իր ձեռքի դուդուկը Վաչե Հովսեփյանը նվիրել է Հակոբ Խաչատրյանին, Հակոբ Խաչատրյանը տեսել է Շանթի դուդուկի նոր ընտրյալներ նախագիծը եւ հետո կապնվել էր ինձ հետ եւ նվիրել է ինձ այդ դուդուկը ոսկեզոծ եւ ադամանդապատ, բայց դա կարևորը չի։ Այդ ադամանդապատը կարևորը որ վարպետի կարևորը որ դա Վաչե Հովսեփյանի ձեռքի գործիքներ եւ Կարլեն Մաթևոսյանի։ Հիմա համար դա անգին է։ Հիմա հնչում է այդ դուդուկը, աշխատում է, նորմալ է։ Դա անգին է, իրոք չի կարելի գին ասել։ Այստեղ էլ է ինչ որ կախարդական եւ մոգական բաներ տեղի ունենում, տեսնում ենք որ եփվում է, եռում է, այստեղ ծովախեցգետները արդեն սպիտակել են, որտեվ սերուցքի մեջ են եւ այո, հավելացրել ենք Գրանդոստ ռեստորանի մասին մի քանի խոսք իհարկե գտնվում է Երևանի սրտում Հանրապետության հրապարակի հարևանությամբ հենց կամ հրապարակի վրա Արտյոմ ինչու գնալ Գրանդոստ ինչ ես կարծում 3 բան ասա որ մարդիկ պետք է որովհետեւ կոնցեպտը տարբերվում է մնացած մյուս կոնցեպտներից եւ այնտեղ կա հայկական շունչը Նաև ունենք, այո, եվրոպական ուտեստներ, այո, եվրոպական ուտեստներ, բայց հիմնական ամբողջ շունչը այդտեղ հայկական խոհանոցն է, որտեղ որ կարող են փորձել ֆիրմային ուտեստներ։ Ֆիրմային ուտեստներ, որոնք որ պատրաստվում են մեզ մոտ, այլ տեղերում հնարավոր չի գտնել։ Այո։ Երաժշտություն հնչում է Գրանդոստում։ Իհարկե։ Հայկական երաժշտություն է։ Իսկ ինչ երաժշտ, այ Հարութը հետաքրքրվում է։ Դուդուկ հնչում է։ Ոչ։ Ինչու։ Որովհետև կոնցեպտը թույլ չի տալիս։ Քանի որ այնտեղ կա եվրոպական, նաև եվրոպական շունչ, բացի հայկական եւ եվրոպական երգեր հնչում են։ Կարող է Մոցարտ նվագել դուդուկով անգամ։ Այո, Բիզե, ինչու՞ չէ։ Այո։ Լավ, մենք խոսենք Սոլյե։ Պայմանավորվենք։ Իմեյте в виду։ Այո։ Հարութ վերադառնամ գործիքներին։ Այդ գործիքները, որ ասում ես, դրանք հնանում են, չգիտեմ, ճակում են, ինչ խնամք է պետք հատուկ միանշանակ խնամքի կարիք է պետք, որովհետև ինքը փայտ է։ Ահա, եւ դա չխնամելով ինքը կարող է վնասվել։ Փայտը չորանում է եւ գալիս են արդեն մնացած խնդիրները։ Հատուկ, օրինակ սիգարները, որ պահում են, հատուկ ինչ որ տենց բաներ կան, հյումիդորներ, դուդուկի համար կա տենց։ Չէ, այդպես չեմ ասի, ուղղակի ոչ շատ Դե խոնավությունն է պետք հատուկ։ Խոնավությունն է լավ, այսինքն միջին ջերմաստիճանը ցանկալի է եւ նաեւ պետք է շատ ժամանակ հատուկ ձեթերով գործիքները մշակել, այո, որպեսզի ինքը թարմ մնա։ Հարութ, իսկ 57 գործիք ունենք, պարբերաբար դրանք օգտագործում ես, թե կա գործիք, որը որ, չգիտեմ,
20 տարի շատ ժամանակ այդ գործիքների կոնկրետ, եթե դուդուկների մասին է խոսքը, մեծամասնությունը ես չեմ օգտագործել։ Բայց ասեմ, որ եթե հենց հիմա ես լավ գործիք տեսնեմ, 58-րդ գործիքը տեսնեմ, լավ, էլի կգնեմ, ես չեմ խնայում, շատ եմ սիրում, ես թուլություն ունեմ լավ գործիքների։ Ոնց մարդիկ մեքենաներ են գնում կամ չգիտեմ, տաբատներ։ Ես գործիքներ եմ։ Լավ, իսկ գործիքները քեզ պատասխան սեր եւ գումարներ բերում են, կարելի է դուդուկահար լինելով վաստակել այնքան, որ ոչ մի բանի մասին չմտածել։ Կարծում եմ, որ երկրում վառ օրինակ է։ Դա մի քիչ հարաբերական է, բայց կարծում եմ, այո։ Եթե դու լավ մասնագետ ես, կապ չունի դուդուկար թե ուրիշ մասնագիտություն, այո։ Եթե հաղորդավար անգամ։ Այո, ինչի՞ չէ։ Եթե լավ մասնագետ ես, եթե պահանջարկ ունես, եթե դու կարողանում ես քո արվեստը ճիշտ ներկայացնել, սրտով ներկայացնել, հոգով ներկայացնել, անկեղծ անել, ես կարծում եմ, որ մարդիկ կգնահատեն եւ ինչքան Հայաստանում կան այդպիսի տասնյակ դուդուկահարներ, թե ավելի քիչ, որ այդպիսին են։ Որոնք որ իսկապես մոտենում են իրենց գործունեության այնպես, ինչպես դուք ասացիք։ Իհարկե կան, ինչի՞ չէ, կան, որտեվ Հայաստանը դուդուկի հայրենիքն է։ Եվ եթե Հայաստանում չլինեն լավ դուդուկահարները, չլինեն եկող նոր սերունդը չի լինի դա, այսինքն կան։ Իհարկե կոնկրետիվ չեմ կարող ասել 10, 20, 30, բայց կան եւ ես որպես դասախոս ես ասեմ, որ նաեւ դասավանդում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ունեմ շատ ուսանողներ, ունեմ աշակերտներ եւ որ տեսնում եմ գալող սերունդը հետաքրքրվում է, սիրում է հայկական երաժշտությունը, հայկական դուդուկը, փողային գործիքները եւ նրանք պատկերացնում են իրենց կյանքը դրանում, դա շատ ուրախալի է եւ ոգևորող։ Այդ փոքրիկների մեջ տեսնում ես արդեն ապագա աստղեր, հայտնի դուդուկահարեր։ Կարող եմ ասել տեսնում եմ։ Տեսնում եմ ուղղակի հիմա շատ ամեն ինչը հարաբերական է։ Հարաբերական է եւ բարդացել է, այսինքն եւ հեշտացել է եւ բարդացել։ Հեշտացել է, որ ունենք համացանց, այո, բայց բարդացել է, որ շատերը ցավոք սրտի չեն լսում եւ չեն գնահատում իրենց ազգայինը։ Հայկական երաժշտությունը, հայկական գործիքները, օրինակ կարող է լինել հիանալի դուդուկահար, փոքր տարիքի, բայց մարդիկ լսեն, հա, ծապտան եւ այդքանը, բայց դա կարծում եմ հերիք չի։ Պետք է ոգևորել, պետք է գումար տրամադրել, որպեսզի մեր եկող սերունդները կարողանան աճել, կարողանան մասնակցել տարբեր երկրներում մրցույթների, ելույթների, ֆեստիվալների, որպեսզի իմանան, որ հայ ժողովուրդը նաև հարուստ է իրենց եկող սերունդներով, ովքեր որ ներկայացնում են հայկական դուդուկը կամ հայկական երաժշտությունը։ Այսինքն պետք չէ թողել իմ կարծիքով ինչ-որ անհատների, ես իմ կոնտակտներով ինձ իմացողները, ճանաչողները, այո, հրավիրում են, ես գնում եմ, ելույթ եմ ունենում, բայց նաև դա պետք է արվի ոչ մի 2-5 հոգու համար, այլ նաև եկող սերնդի համար։ Բարի, ինչ է կատարվում այստեղ։ Մեր պաստան արդեն պատրաստ է, մնում է մատուցենք։ Մարանիկել եք արդեն, համեմել եք։ Այո, համեմել եք։ Ուրեմն մարանիկի համը այնտեղ կա։ Ասեմ, որ մարանիկը ունի նորույթ ապակյա տարաներով, տեսեք, այսպես իրենց ուրեմն աղացներով 4 տեսակի սև պղպեղ, չէ, 4 տեսակի պղպեղ, այստեղ սև, կարմիր, սպիտակ, սև պղպեղ եւ աղ գոյություն ունի, ուրեմն այս աղը իր աղացով եւ բացի դրանից արդեն աղացած սև պղպեղ, կարմիր քաղցր եւ կարմիր կծուր պղպեղ եւ այս ապակյա տարաների օգնությամբ մարանիկը համեմունքները պահպանում է իրենց համն ու որակը։ Մարանիկը առաջարկում է ձավարեղենի եւ համեմունքների լայն տեսականի, այդ թվում նաեւ իմ սիրելի զիպ հնգյակը։ Սոդա, աղ, կակաո, շաքարի փոշի եւ օսլա։ Դրանց ավելացել են համեմունքները հարմարավետ ապակյա տարաների մեջ։ Աղ, սև աղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, քաղցր եւ կծու եւ իհարկե խոշոր սև պղպեղ։ Ապակյա տարաների շնորհիվ համեմունքները պահպանում են իրենց համը եւ որակը։ Եվ իհարկե օգտագործել է լինում է ել ավելի հեշտ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մարանիկ։ Եփող թափողները։ Так, Իտալիայից խոսեցինք եւ վերջը պաստա ենք ուտում, չնայած ֆրանսիական, այսպես ասած, սոուսով, բայց դե պաստան իտալական է, դրա համար ես առաջարկում եմ մի հատ ուրախացնենք մեզ, մեր քիմքը այս հիանալի հյութով, որը որ Իտալիայից է եկե, բնական հյութ է, 100%-անոց։ Կոչվում է Ստերիլ Գարդա, այո։
Իտալիայում է վաճառվում եւ Երևանի լավագույն սուպերմարկետներում։ Եվ շաքար չի պարունակում այս հյութերը, բնական են։ Շնորհակալություն։ Բնական դուդուկ ես նվագում, պետք է խմես բնական հյութ։ Այո։ Կլի մինչև վերջ խմեմ։ Մինչև վերջ էլի կաստեղ։ Так, պատրաստ է ամեն ինչ։ Այո։ Կարող ենք օգնականներին կանչել Mr. G-ի հետ, այստեղ մաքրեն ամեն ինչ եւ արդեն Արտյոմը կմատուցի այսօրվա ուտեստը։ Մնացեք մեզ հետ։ Գարնանային գույները ավելի լավ տեսնելու համար ձեզ օգնության կհասնի Mr. G-ը իր լվացող, մաքրող եւ ախտահանող միջոցներով։ Իդեպ Mr. G-ը ներկայանում է նոր լոգոյով։ Mr. G-ն ցանկացած ապրանքի անգամ մեկ կաթիլը ուժ ունի։ Եփող թափողները։ Ինչպես տեսնում եք, այստեղ ամեն ինչ փայլում է, շեֆ խոհարարը պատրաստ է մատուցման, ես մեկ հարց տամ ու ձեզ չխանգարեմ, ինչ գինի բերեմ։ Սպիտակ, կարմիր թե ռոզե։ Սպիտակ։ Սպիտակ, բարի։ Սպիտակ, ֆրունզի գինի ենք խմելու։ Այսօր հարուտ առհասարակ սիրում եք ալկոհոլ։ Ամեն ինչ չափի մեջ։ Այո, հենց այդ էզում ասել չափի մեջ։ Խանգարում է, չէ, իսկապես միայն դուդուկին չէ, առօրյային ինձ թվում է, որ ամեն ինչ երբ որ շատ է լինում։ Ես կարծում եմ կարելի է ալկոհոլ օգտագործել մենք ոնց ենք ասում առիթից առիթ։ Ահա։ Ոսկեհատ խաղողից է պատրաստված, ոսկեհատ մարդկանց համար։ Պատկերացնում ես։ Այո։ Ֆրունզիկ լեգենդար սպիտակ գինի, այսպես գեղեցիկ տեսնում ենք, ոչ մի կաթիլ այն կողմ, այս կողմ։ Մեր գործընկերն է Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը իր լեգենդար ֆրունզիկ կարմիր եւ սպիտակ գինիներով։ Կարմիրը պատրաստված է արենի խաղողի տեսակից, իսկ սպիտակը Վայոց ձորի ոսկեհատ խաղողի տեսակից։ Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը միշտ կիրառում է իր նորարարական մտքերը, հիմնվելով դարավոր գինեգործության ավանդույթների վրա։ Խնդրեմ, արդեն պաստան պատրաստ է։ Պատրաստ եք, եկեք մի հատ խմենք, հետո փորձենք պաստան։ Կարող եք ձեռնոցները հանել։ Ահա։ Դե վերցրեք։ Դե ինչ, խմենք, որ մեր դուդուկը հնչի բոլոր մայր ցամաքներում, անգամ Անտարկտիդայում, չէ՞ որ այնտեղ են մարդիկ կան։ Մարդիկ։ Անտարկտիդայում կան։ Պինգվինները ավելի շատ են, բայց մարդիկ կան նաև։ Դե լավ, թող բոլոր երազանքները իրականանան։ Ոնց որ ասեցիք։ Շեֆ խոհարարին դեռ շնորհակալություն չենք ասում, որտեղ հիմա պետք է փորձենք նոր։ Так։ Հիմա Շնորհակալություն, այստեղ։ Իրոք հոտը էս ինչ լավ հոտ է գալիս ու դրանից արդեն կարող եմ ասել, որ համն լինելու է շատ ընտիր։ Դե քանի որ գլխավոր հյուրը դու ես, այո, դու պետք է առաջինը փորձես։ Առաջին խոսքը ես եմ ասելու։ 10 քո գնահատականը։ Ծովախեց գետինն էլ սատկացրու։ Դենես։ Արտյոմ, դուք ինչ կասեք։ Ինչ գնահատական կտակ։ Շատ լավ է։ Դե ես եւ հարուտով մեր հյուրը արդեն տվեց գնահատական։ Հա, իրոք համով է, անկեղծ։ Ես կասեի վերջն է։ Միակ մինուսը, բայց ես գիտեմ հարուտ են անում, որ բերանը մնա համումդ։ Համը մնա բերանումդ։ Միակ մինուսը, որ ժամանակը քիչ է։ Չենք հասցնի մի անգամից ուտենք։ Նե, կանենք կամերաների անջատենք ու ուտենք։ Ավելի ճիշտ։ Եկեք կամերաների անջատեք, մենք հանգիստ չփչփացնենք, հետո կվերադառնանք հարուտին կանցնենք իր նվերները։ Խոսենք շնորհակալությունների մասին, բայց իսկապես ֆանտաստիկ համով է։ Եթե այսպիսի ուտեստ ուզում եք ուտել, այցելում եք Grand Ost ռեստորան։ Ձեզ այնտեղ միշտ սպասում են։ Եփող թափողները։ Վագրե մանրածովախեց գետիներով բիսկ սոուսով պաստան շատ համեղ է, Արտյոմ շնորհակալություն։ Grand Ost-ի շեֆ խոհարար Արտյոմի սպիրաններ այսօր մեր համար պատրաստում եւ եթե չլիներ հարությունը Չքոլյան,
ես էլ չէի ուտի այդ հիանալի ուտեստը։ Շնորհակալություն Հարություն, որ դու կաս, շարունակիր քո գործունեությունը, դաստիարակիր փոքրիկ դուդուկահարներին, մնացածը Շանթ հեռուստաընկերությունը կանի, մնացած հեռուստաընկերությունները, YouTube-ը, հանդիսատեսը, Քենեդիները, Ռոքֆելերները, չգիտեմ, Կարապետյանները, բոլորը, ով կարող է թո ձեռք գցի եւ օգնի։ Միստեր Ջինի կողմից նվերներ, Մարանիկի կողմից նվերներ, Սովրանոյի կողմից նվերներ, Հարութ, որ դատարկաձեռն չգնաս տուն։ Շնորհակալ եմ շատ։ Այ հիմա այսօր այսքանը կհանդիպենք Շանթի եթերում C Եփող թափողները